ավելի մոտիկ հերո պատմության այդ հարկը 10%-ի չափ էր, հիմա գոնե Հայաստանում այդ բանկերի հարկերը շատ ավելի շատ է։ Մի քանի անգամ ավելի են, գոնե այն ժամանակ, այո, դրա համար ենք հաճախ ենք ասում Պարսկական եւ Օսմանյան շահական Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության հարկերն ավելի քիչ են, ինչ մեր օրվա վերազգային կամպանիաների, վերազգային կառույցների հարկերը, որ դրված է մեր ժողովրդի վրա, ավելի շատ։ Գիտես, ես կարծում եմ մի անգամ մի առիթով մենք պիտի առանձին խոսենք վերազգային կազմակերպությունների մասին, օրինակ որտեղ աշխարհում կա մի կազմակերպություն BlackRock-ը, որը ամենամեծ կապիտալին է տիրապետում եւ ես ներդրումային կապիտալին BlackRock-ը Բանկ Անգլիայի տակ է։ Այո, եւ այդ ուրեմն մեկը փորձել էր ուսումնասիրել ուկրաինական պատերազմի օրինակով, ուրեմն ուկրաինական պատերազմի մասնակից երկրների գրեթե բոլոր ղեկավարները BlackRock-ի աշխատակիցներ են, ինչ որ բանկի կամ այլ կազմակերպության, բայց դրա մասին առանձին կխոսենք։ Հիմա այդ քո ասած ձևակերպման մեջ ինքնիշխանությունը մենք այսօր հարկ չենք տալիս որևէ պետության։ Ու առաջին հայացքից հպատակության այն ժամանակ հպատակության հարկ կար, այսինքն արքայից արքային արքան տալիս էր, եթե դու արքայից արքա կարգավիճակ չուներ, պետք է արքան արքայից արքային հարկ